կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերի, դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռն մխելիությունը, քաղաքական հոսանքները կգան և կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է կործանման տանել մեզ, եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդեն արդյունքը տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ և խնդրելով պահանջում եմ, հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք որևէ տեսակ քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կմտցնենք, փորձենք կուսակցականություն մտցնենք գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի դրանք բաժանեն որպես դավաճաններ համապատասխան քրեական օրենսգրքի։ Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ բիփ ընտրեք։ Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը։ Յուրաքանչյուր շրջանից, Հայաստանը 36 թե քանի շրջան ունի չգիտեմ, յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց, ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Վաղը չէ մյուս օրը, յուրաքանչյուր շրջանից 10-ից 15 հոգի միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, և մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է ևս մի հարված, հարկավոր է ևս մի արթնացում, այսպես ցնցում։ Եթե ցնցում մենք պիտի անենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգևորվի։ Սերը, որ մայրն է բոլոր բարիքների մարդկային կյանքի մեջ առհասարակ, նաև հասարակական կյանքում, այս դեպքում սերասելով պետք է հասկանանք երևի հատկապես եղբայր սիրությունը։ Մենք բոլորս, դուք բոլորս միասին մեկ ազգի հարազատ զավակներն ենք, ամեն բանից վեր, և անկախ ամեն տեսակի տեսակետներից և քաղաքական դիրքորոշումներից։ Ի սկզբանե մենք մեկ ազգ ենք և հետևաբար նույն ազգի զավակներն ենք, համախմբված Սուրբ Արարատի լանջերի շուրջ, հազարավոր տարիների ի վեր, նախաստեղծման շրջաններից սկսյալ։ Այդ ժողովուրդն ենք մենք։ Մենք միայն այսօրվա հայությունը չենք ներկայացնում, այլ համայն ամբողջությունը հայ ժողովրդի գոյության սկիզբից մինչև մեր օրերը։ Այդ գիտակցությամբ ուրեմն մենք բոլորս պետք է մեզ նկատենք իբրև եղբայրներ, գործակիցներ, ուղեկիցներ, մարտակիցներ և նույնիսկ երբեմն եթե հարկ լինի մեկս մյուսին հանդեպ ներողամտությամբ և բարի կամեցողությամբ։ Ահա խտացված ձևով ներկայացնում եմ ես ձեզ իմ հայրական, հայրապետական հորդոր դեպուտատներ կամ երեսփոխաններ, ես գալիս եմ Սուրբ Էջմիածնից ամենայն հայոց, բերելու մեր ողջույնը և օրհնությունը Գերագույն խորհրդի այս նոր բախտորոշ
պատմական նստաշրջանին։ Ինչպես գիտեք, ես իմ դգար ուժերով 130-րդ հայոց կաթողիկոսն եմ եւ այս պահին իմ միտքը քնում է թեպի հետ վերջին 1700 տարիների ընթացքի ճանապարհին կործած, ապրած, շատ անգամ դարաբաց, երբեմն նույնիսկ նահատակված կաթողիկոսների իջադագին։ Եվ զգում եմ ես այս պահին անարժանապար, որ կանգնած է ձեր առաջ ոչ թե պարզապես Վազգեն կաթողիկոս, այլ մեր ողջ պատմության 130 կաթողիկոսները, որոնց պատգամաբերը լինելու ես բախտավորությունը եւ բադիվը ունեմ։ Հայաստանի ծառայելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է 1700 տարիների վեր միակ ազգային եկեղեցին։ Հայաստանի եկեղեցու պատմությունը, փոթորկալից պատմությունը այս 1700 տարիների ընթացքում համարյա թե համընկնում է առասարակ հայ ժողովրդի պատմության ճանապարհին հետ։ Եվ հետևաբար կարծում եմ, որ պատահական երևույթ չէ եւ նշանակալից երևույթ է, որ այսօր, երբ մեր ժողովուրդը, երբ մեր հայրենիքը գտնվում է նոր ճանապարհներ որոնելու գացության մեջ, ճակատագրական ներկա է նաեւ այստեղ հայոց հայրապետը։ Ես ողջունում եմ ձեզ հայրական սիրով, կարծում եմ հայրական բառը կարող եմ օգտագործել եւ իբրև հայրապետ եւ իբրև 82 տարեկան հայ ժողովրդի զավակ։ Ողջունում եմ ձեզ սիրով, քնահատանքով, քաջալերանքով եւ հարկանքով։ Դուք ընտրված եք մեր ժողովրդի ազատ կամքով եւ հետեւաբար արժանավորապես ներկայացնում եք համայն մեր ազգը։ Նույնիսկ իմ կարծիքով իրավունք ունեք դուք ներկայացնելու նաեւ արտասահմանի մեր հայ ժողովուրդը, որոնց հայրապետն եմ ես միաժամանակ եւ թույլ եմ տալիս ես ինձ այդ կարծիքը հայտնելու, որովհետեւ ծանոթ եմ ես ձեր քույրերին եւ եղբայրներին, որոնք բնակվում են արտաշխարհում եւ գիտեմ, որ նրանք եւս մեր հայրենի քաղաքացիների հետ միասին սրտադրով հետևում են հայրենի կյանքի ընթացքին, ուրախանում են հաջողություններով, դխրում են դժվարություններով կամ անհաջողություններով կամ անկարգություններով եւ վստահ եմ, որ այսօր նրանք եւս սպասում են սեզանից այս գերագույն խորհրդից իսկապես փախտորոշ որոշումներ, իրագործումներ, որբեսի մեր ժողովուրդը դուրս գա այն դժվարին պայմաններից
որի մեջ գտնվում ենք բոլորս։ Անշուշտ ես հավանաբար գունենայի շատ բան ասելու, բայց այդ բահը չէ այս։ Ուրիշ առիթներով ես արտահայտվել եմ հեռուստացույցով, գոչերով։ Այսօր իմ բոլոր մտածումները եւ մաղթանքները եւ սպասումները ուզում եմ արտահայտել մեկ ամփոփ բանաձևումով, որ ընդունված է մեր եկեղեցու կյանքում կոնե։ Այն է ազատություն հերկպայականս, միություն իգարևորս և սեր հնդանուրս։ Այսինքն, ազատություն բոլոր այն հարցերի մեջ, որոնք տրվում են ձեր առաջ իքնություն, ազատություն մտածումի և արտահայտության այն բոլոր հարցերի նկատմամբ, որոնք քննարկելի են, որոնք կարիք ունեն լուսաբանվելու, բարձրաբանվելու, որոնք վիճելի են այո նույնիսկ։ Սա մեր եկեղեցու հին մի բանաձևումներից մեկն է, որ ինչպես նկատեցիք անշուշտ, լիովին համապատասխանում է մեր օրերի ժողովրդավարական սկզբունքներին, ազատ մտածելու և ազատ գործելու։ Երկրորդ, միություն իգարևորս։ Սա էլ պատմական փորձառության արդյունք է, սիրելի եղբայրներ և քույրեր, որ հիմնական հարցերի մեջ, որոնք վճռական նշանակություն ունեն մեր ժողովրդի կյանքի ճանապարհը գծելու և ապագա ավելի լուսավոր մի ապագա գտնելու ուրեմն ճանապարհի վրա բախտորոշ հարցերում պետք է նաև ստեղծվի այդ բահերին այդ միությունը կարևոր նշանակություն ունեցող հարցերի մեջ մեր ազգի գոյատևման և մեր հայրենիքի պաշտպանության և անվտանգության տեսակետից, որոնք մեր օրերում անշուշտ որոշ չափով անորոշ են դակավին և նույնիսկ կարող ենք ապագա վտանգների առջև գտնվել։ Հետևաբար այդ գիտակցությամբ է, որ կարևոր հիմնական գերագույն նշանակություն ունեցող հարցերի մեջ լինի միություն, միասնություն և երրորդ սեր, սերը, որ մայրն է բոլոր բարիքների մարդկային կյանքի մեջ առհասարակ, նաև հասարակական կյանքում, այս դեպքում սեր ասելով պետք է հասկանանք երևի հատկապես եղբայր սիրությունը։ Մենք բոլորս, դուք բոլորս միասին մեկ ազգի հարազատ զավակներն ենք։ Ամեն բանից վեր և անկախ ամեն տեսակի տեսակետներից և քաղաքական դիրքորոշումներից։ Ի սկզբանե մենք մեկ ազգ ենք և հետևաբար նույն ազգի զավակներն ենք, համախմբված
Սուրբ Արարատի լանջերի շուրջ հազարավոր տարիների ի վեր նախաստեղծման շրջաններից սկսյալ այդ ժողովուրդն ենք մենք միայն այսօրվա հայությունը չենք ներկայացնում, այլ համայն ամբողջությունը հայ ժողովրդի քոյության սկիզբից մինչև մեր օրերը։ Այդ գիտակցությամբ ուրեմն մենք բոլորս պետք է մեզ նկատենք իբրև եղբայրներ, գործագիցներ, ուղեգիցներ, մարդագիցներ եւ նույնիսկ երբեմն եթե հարկ լինի մեկս մյուսին հանդեպ ներողամտությամբ եւ բարի գամեցողությամբ։ Ահա խտացված ձևով ներկայացնում եմ ես ձեզ իմ հայրական հայրապետական հորդորը։ Ձեզ մաղթում եմ ուժ եւ երանդ, գորով, քաջություն, նաեւ երբեմն համբերություն, զգացմունքների ազնվություն, այդ նաեւ զգացմունքները ղեկավարվեն բանականության լույսով, որպեսզի ներդաշնակություն ստեղծվի մեր զգացմունքների եւ մտածումների եւ բանականության միջեւ եւ մենք դուք ավելի ճիշտ կարողանաք լավագույն հերանեկարները բանալ մեր ժողովրդի հետագա կյանքի ճանապարհին, մեր մայր հայրենիքի հետագա զարգացման ճանապարհին։ Առաջ ընթացեք լավատեսությամբ, առաջ ընթացեք ինքնավստահությամբ, առաջ ընթացեք շրջահայացությամբ եւ նաեւ առաջ ընթացեք իրավաշտ հերադեսությամբ։ Մեր առաջ, մեր ազգի առաջ, ծեր առջև ինձ թվում է թե կանգնած ենք երկու ճանապարհների առաջ այս տագնապալի վահերին, երկու ճանապարհների առաջ։ Եկեք ընտրեք այն ճանապարհը, որ պետք է տանի մեզ դեպի ճշմարիտ իրագործումը մեր ազգի բոլոր արդարիղծերի, դեպի առավել լուսավոր ապագա մեր մայր հայրենիքի, երբեմն գուցե համբերությամբ, բայց միշտ հետևողականությամբ։ Եվ ահա այսպես կարծում եմ, որ մեր հայրենիքը, մեր ժողովուրդը պիտի կարողանա ճիշտ ճանապարհը գտնել, ազատ եւ ինքնիշխան հայրենիքը ամրապնդելով Սովետ միության ազգությունների միության մեջ։ Եվ վերջացնում եմ իմ խոսքս հրավիրելով ձեզ, որ ուխտ կատարեք նահատակ գրող Դանիել Վարուժանի խոսքերով, մենք զավակներդ օգոստապար պիտի գերդենք նոր արշալույս։ Ամեն։ Շնորհակալություն։ Ստեք։